Բարի երեկո, իմ սիրելի հայրենակիցներ։ Այսօր մեր ժողովրդի, մեր հայրենիքի այս շատ օրհասական պահին ես կրկին ձեզ հետ եմ, ձեզ հետ միասին, հոգով, մտքով եւ եթե անհրաժեշտ լինի, նաեւ մարմնով, ֆիզիկապես։ Եղավ մի որոշ ժամանակ, որ ես մի քանի ամիս ընդհատել էի իմ այսպես ասած քարոզչական աշխատանքը, գործունեությունը եւ դա միայն մի պատճառով, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա բռնապետական վարչակազմը պաշտոնապես դիմել է Ֆրանսիայի Հանրապետությանը ինձ իմ գործունեությունը զսպելու համար։ Անշուշտ ես այն մարդը չեմ, որ վախենա ինչ-որ երևակայական նախագահ Սերժիկի կամ Հայաստանի մուգի կառավարության եւ այլն ինչ-որ խորհրդորներին կամ սպառնալիքներին, ինչպես ես ինքս ասացի Ֆրանսիայի Հանրապետության շատ պաշտոնական ներկայացուցիչներին, որոնց հետ ունեցանք շատ մարդասիրական եւ շատ ընկերական, շատ բարեկիրթ մի զրույց, ես նրանց ասացի ուղղակի հետեւյալը, որ եթե ես այն դադարեցնեմ, դա պետք է լինի ոչ թե նրա համար, ինչպես այդ պահին սեղանի վրա դրված էր Սերժոյի լուսանկարը, մատով, թափտալով նրա նկարի վրա, ոչ թե այս սրիկայի պատճառով, կամ նրա ռուսական գործակալ կառավարության պատճառով, այլ միայն ֆրանսիական պետության շատ մարդասեր կառավարության համար։ Սակայն այսօր նորից իմ հայրենիքի վրա կախված է մի շատ մեծ վտանգ։ Այսօր ամբողջ ազգը, ողջ հայությունը ալեկոծվում է ամբողջ աշխարհում։ Ամենակիչը 15 միլիոնանոց մեր ազգը այսօր կանգնած ամենանշանակությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ մեր հիրավի հերոս տղաները, սասնածռեր, զինյա ջոկատի մարտիկները պարտադրել են բռնապետական ռեժիմին, որպեսզի նրանք համապատասխան որոշում կայացնեն, որը կայանում է հետևյալում. անմիջապես հրաժարվեն իշխանությունից եւ այն հանձնեն ժողովրդի ներկայացուցիչներին, ազգի նվիրյալ զավակներին։ Ես ուզում եմ նաև խոսքս հիմա հենց այս պահին ուղղել Հայաստանի Հանրապետության չնախագահ Սերժ Սարգսյանին, որին կնքել եմ, ինչպես բոլորդ գիտեք, արդեն շատ երկար ժամանակ է ունիտազ անունով, պատվանունով ավելի շուտ։ Դու, որ քեզ թույլ ես տվել վերջին բոլշևիկ չեկիստ, թարրես Հայաստանի իշխանության գերագույն գահի վրա, դու ստրուկդ, որ քեզ թույլ ես տվել, այդ աստիճան մահացու հարված հասցնես իմ ազգին, քաղաքակիրթ ազգին, աշխարհի առաջի քրիստոնյա ազգին, գիտուն եւ գիտնական ազգին, առաջադեմ ազգին, նրան դեմ գնալով ստեղծես թափթփուկների ռուսական հետախուզության հատուկ ծառայությունների գործակալների մի իշխանություն, եւ դու կարծում ես, որ այս ամենը պետք է մարսես, երբեք չպետք է մարսես դա, երբեք, եւ ասում եմ նաեւ, քանի ուշ չէ, հրաժարվիր իշխանությունից, այն որ դու Հայաստանում այսօր ստեղծել ես երկիշխանության թշնամական երկու ճամբար, այն որ միամիտ այդ ոստիկաններին, անուղեղ, անգիտագից եւ շատ քո հետևորդների, սողունների, այդ շահամոնների, այդ սուցինյորների, դավաճանների այդ ոմակ որ գցել ես հետևից այդ, որպեսզի քարոզարշավ տանես, քարոզչություն տանես, քո իշխանությունը, քո բռնապետությունը արդարացնելու համար, ոչինչ դուրս չի գալու դրանից։ Այսօր այն ազգը, որը հիրավի կարող է իրեն համարել քաղաքակիրթ աշխարհի առաջավոր ազգերից մեկը, նա վերադարձել է հայի ոգին,
պատմության մեջ մեծագույն վարպետը պատերազմի և զենքի ասում է հետևյալը. աշխարհում կա երկու հզոր զենք, սուրը և ոգին, սակայն վերջին հաշվով ոգին հաղթում է սրին։ Դու ի վիճակի չես լինի քո թափթփուկ այդ ճիվաղային ոստիկաններով ճնշել ազգի արթնացած ոգին, այն ազգի, որը հաղթահարել է Ասորստանի, Բաբելոնի, Հռոմի, Պարսկաստանի, Բյուզանդիայի և բոլոր նվաճողների դիմադրությունը։ Այն ազգի ոգին, որը հավերժական է, և ես որպես այդ ոգու ներկայացուցիչներից մեկս, ես Հայկ Արիուսի որդիս, ես Արիասի քրիստոնյաս, քեզ ասում եմ թափթփուկ հեռացիր, քանի վատ չի վերջացել քեզ համար, և բոլոր նրանց համար, ովքեր իրենց նեղ ազգական շահերի համար այսօր ուզում են ազգին դնել զոհասեղանի վրա։ Ես կոչ եմ անում իմ ժողովրդին և հատկապես իմ մարտական ընկերներին, Սասնա ծռեր, իրոք ծռերին, երբեք չանձնվեք և ոչ մի զիջում բռնապետությանը, քանզի զիջել կնշանակի թույլ լինել, այսինքն պարտվել, առաջ դեպի հաղթանակ և Տեր Հիսուս Քրիստոսի օրհնությունը թող լինի ձեզ հետ, այժմ և հավիտյանս հավիտենից ամեն։ Կեցե ազատ և անկախ մեր հայրենիքը։